Ողջույն սիրելի հետևորդներ ջան, ինչպե՞ս եք։ Հուսամ բոլորդ լավ եք։ Վերջերս հաճախ մեկնաբանություններում նկատում եմ, որ հետաքրքրվում եք, թե մենք հիմա որտեղ ենք ապրում։ Բոլորդ գիտեք, որ մենք նոր բնակարան ենք գնել, բայց քանի որ դեռ բնակարանի մեջ ապրելուն անհրաժեշտ իրերը դեռ լրիվ չենք գնել ու պատրաստ չէ բնակվելու համար, դրա համար մինչև այժմ ինչպես միշտ ապրում ենք կիսուրենցս հետ։ Այսօր եկել եմ ձեր հետ կիսվեմ կիսուրենցս սեփական տնով, այսպես ասած հոմ տուր անեմ, դուք էլ տեսնեք, համեն ձեր հետ կիսվեմ չինական տների ձևով։ Ուրեմն այս թաղամասը, ինչպես տեսնում եք, ինքը մի քիչ հնոտ թաղամասը, եթե այսպես նայում ենք, շատ նման է գյուղի, բայց այս թաղամասը գտնվում է մեր քաղաքի հենց կենտրոնում, հրապարակից մոտավորապես 700-800 մետր հեռավորության վրա։ Ինչպես հիշում եք, Երևանում էլ կար նման թաղամաս, կոչվում էր Ֆիրդուս, ու այդ թաղամասին նման է, ինքը քաղաքի կենտրոնում է, բայց շատ հին թաղամաս է։ Իսկ ինչի չեն վերանորոգում այդ թաղամասը, որովհետև ինքը գտնվում է նախագծի տակ, իրան պետք է քանդեն, որպեսզի իր տեղը չգիտեմ ինչ կառուցեն։ Իդեպ այդ նախագծի լուրը արդեն մոտավորապես 15-ից 20 տարի պտտվում է, դրա համար ժողովուրդը երկար ժամանակ ընդհանրապես չեն վերանորոգել իրենց տները եւ ճանապարհներն էլ չեն վերանորոգել։ Շատերը արդեն ուրիշ տեղ բնակարան են գնել ու գնացել են, որովհետև անընդհատ ասում են այսօր եկուց ու չեն քանդում տենցել, բայց նաեւ չեն էլ վերանորոգում ու տեղեր կան, որ ընդհանրապես գազ չկա, օրինակ մեր այս փողոցը եւ այստեղից մի քանի փողոց ենքում ընդհանրապես գազ չկա։ Նույնիսկ տեղեր կա, որ կանալիզացիան աշխատված, մերը հրելավա կանալիզացիա կա։ Այսօր շատերը արդեն գնացել են ու փակ է, օրինակ մեր այս հարևանը, ինքը ձմեռները ընդհանրապես այստեղ չի ապրում, որովհետեւ ձմեռները պետությունը այստեղի բնակիչներին տալիս են 4000 յուան էլեկտրաէներգիայի համար, որովհետեւ քանի որ գազ չկա ջարդելու համար, տալիս են որպես էներգիայի ծախս։ Լավ, եկեք ձեզ ներկայացնեմ ուրեմն, այս մեր փողոցն է, այս կողմ, այս մեր մեքենան է, մեր չերին է, ֆիրման չերին է, եկեք սենց ցույց տամ, որ համել ավելի սիրուն լինի դիմացից։ Այս մեր չերին է, 7 տեղանոց։ Իդեպ անցած տարի Վալենտինին ենք վերցրել իրան, հենց 2025 թվականի մեքենա է։ Այս տեղից, այս բարոտներից ուղիղ գնում ենք դեպի մեր տուն։ Եկեք ցույց տամ։ Մենք սենց գնում ենք։ Այս վառուտները մենակ մերը չի, բայց քանի որ այս մային մենակ մենք ենք ապրում այս տարածքում, մենակ մերին է կոչվում։ Այստեղ մի հատ տուն է, մի հատ տատիկ է մնում, բայց ձմեռները գնում է իր երեխաների մոտ։ Այս դիմացի հարևանի մոփեդն է, հավանաբար եկել են գործենանում, դրա համար էլ բաց է դուռը, ընդհանրապես տեղ չեն ապրում էլի։ Այս մեր երեկակրանին է, հիմնականում մենք քաղաքի մեջ սրանով ենք երթևեկում, կամ էլ մոփեդներով, այս մեր մեծ մորքուրի մոփեդն է, այս անձրևի համար նախատեսված չռիկի համար նախատեսված բոճկա է, այս չգիտեմ ինչեր է, ու արդեն ստեղից մեր տան դուռն է, այսպես։ Նոր տարվան պարտադիր այս բաները կպցնում են, որպեսզի չարուժը հեռու լինի մեր դռնից։ Մտնենք։ Այս տարածքը հիմնականում կանգնած է մեր երկու մոփեդները։ Փոքրը հիմնականում քշում են ես, կեսարս, կիսուրս, այս մեծը մենակ այսինը։ Այստեղից առաջ են գնում եւ ձեզ ցույց տամ մեր բակը։ Վերջից նկատում եմ, որ շատ այդ հարցնում եք, ձեր մոտ չի ջերծվում։ Հավանաբար հարցնում եք, որովհետեւ տեսնում եք, որ մենք վերարկուներով ենք։ Այստեղ եղանակը նման է Հայաստանի եղանակին, Երևանի ջերմաստիճանին, ու ինչի ենք մենք անընդհատ վերարկուներով, որովհետեւ մեր խոհանոցը եւ մեր բաղինք զուգարանը գտնվում է դրսում ու մենք պետք է անընդհատ ներս ու դուրս անենք, դրա համար հաճախակի շատ տաք ենք հագնվում։ Ուրեմն ձեզ ցույց տամ այս մասը, այս հյուրասենյակն է եւ կիսուրենցս սենյակն է, նախկին խոհանոցն է, տատիկի սենյակն է, այնտեղ տատիկի մոտ, այնտեղ մեր սենյակն է, Եմոքայթյանի սենյակն է, այստեղ գալիս է բաղնիկ զուգարան, հետո այս հատվածը էլի դուր կա այդ կիսուրից չուլանն է, ու այս էլ մեր խոհանոցն է, ըստեղով էլ սենց բարձրանում ենք դեպի երկրորդ հարկ, որը սարքած չի, հետո կբարձրանանք ցույց կտամ ձեզ վերևը։ Մեր տունը ջերծվում է, բայց վառարանով, մեր սենյակը այնտեղ էլեկտրական պլիտայով, այս կիսուրենցս մոտը վառարանով։ Ասեմ, որ այս տունը արդեն 33 տարեկան է, ու կիսուրս այն ժամանակ մենակով է այս տունը կառուցել, մենակով աշխատել այս տան համար, որտեղ այն ժամանակ Քայթյանի պապայից բաժանված էր ու դեռ այս կեսարից հետ չէր ամուսնացել։ Խոսքով այս ամեն ինչը ինքը մենակով է արել դրել, դրա համար իմ սիրտը շոտ ցավում է այս տան համար, որ իմանում եմ, որ պետք է քանդեն։ Լավ, գնանք ձեզ ցույց տամ մեր հյուրասենյակը։
Առաջինը ձեզ ցույց տամ մեր հյուրասենյակը։ Այսպիսի միշտ խառնաշփոթ վիճակ է։ Այս մեր տատիկն է։ Այս Թեոյի աթոռն է, բազմոցը։ Այս մահճակալը, այն բազմոցի շարունակությունն է։ Այս մահճակալը, երբ որ ես պետք է գնայի Հայաստան, այդ ժամանակ ենք վերցրել, որ երեխեքը տատիկի հետ ստեղ քնեն, որտեղ ստեղ ավելի տաք է։ Այն Միլայենց հրատախտակն է, այս մեր նկարներն է։ Սա նկարվել ենք 2023 թվականին, այս մեկը նկարվել ենք 2025 թվականին, արդեն Թեոն կանենք։ Չինաստանում այդպիսի սովորույթ կա, որ ընտանեկան լուսանկարներ են անում տանը կախելու համար։ Այս մեր քեթենն է, այս մեր օդարակիչն է, այս մեր ջրի ապարատն է, որտեղ չինացիները մենակ եռացրած ջուր են խմում։ Այս Միլայի գրասեղանն է, այս քեթենի ակվարիումն է, շատ է սիրում, սա աղորը իրանց հետ է զբաղված։ Քեթենը ասում է, այս ձուկը ինձ անում է, որտեղ չգիտեմ խի։ Ոչ մասյան ուա։ Ահա, ասում է հավես սա դրա մորա քեզ անման։ Նայեք նույն տեղը բանանում, պտտվում է։ Այստեղ այսենց բաներ ունենք, կրաբիկներ, հետկետիններ, այստեղ կերյաներ ունենք, մի խոսքով ես քայցեն հիվանն է, կենթանաբանական այգին է։ Ստենց ես կիսուրս է, այս հեռուստացույցն է, որը այս սենյակին ենք տեղափոխել այստեղ, որտեղ ստեղ ավելի մեծ էր դրած ու ջարդվել է, Թեոն է ջարդել։ Այսպես, ես էլ մեր պստիկ Թեոն է, Թեո։ Գնանք առաջ, այս առաջ մեր խոհանոցներ իսկ հիմա դարձել է սենց ինչ-որ պահեստի նման բան, ստեղ միշտ կարելի է գտնել լիքը համով բաներ, այսենց, նայեք կիսուրս առաջ պաժարը գցես տեղ, երբ որ մենք Հայաստանում ենք եղել, այստեղ տատիկն է քնում, այս մի սենյակում, սենց տատիկի սենյակն է, սենց նկարեմ, այս երեխեքի զգեստապահարանն է, այս էլ ակայցենի պահեստը, ինչ ասես կգտնեք, այստեղ ուրեմն ծնդային հավելումներն է, վիտամինային, այստեղ Թեոյի կաշանը, սենց կրեմը, այս իմ համար էի գնեմ, որտեղ շատ եմ առել։ Խոսքով ամեն ինչ կարելի է գտնել այստեղ։ Այս ես եմ, ճիկ։ Այս էլ կիսուրենցը սենյակն է, դո, միշտ այսենց վիճակա։ Ձեզ ցույց տամ կիսուրենցս նկարը, կիսուրիսը կեսի այս նկարը, ժամանակին, որ նկարվել են։ Ասեմ, որ այս տունը արդեն կրկնվեմ 33 տարի է ու վերանորոգած չի եղել, մեր հարսանիքի տարին են վերանորոգել, այսպես առաստաղը սարքել են, բայց քանի որ մենք միշտ տեղ վառան ենք վառում, պատերը սևացած են ու հիմա քայթենը մտածում է գոնե եթե իմանանք, որ այս տները չեն քանդելու, մի հատ լավ կվերանորոգենք, սարքենք, բայց քանի դեռ չգիտենք, այսօր մենք տեղափոխվելու ենք մեր նոր տուն, մեր նոր բնակարան, որը հաջորդ վիդեոյում ձեզ ցույց կտամ։ Իսկ հիմա եկեք գնանք ձեզ ցույց տամ մեր սենյակը։ Տա-դա-դա-դամ։ Այս իմ ու Քաթյանի սենյակն է։ Այո, այս երեխեքի շորերն է, երեխեքի շորերը ես տանն եմ չորացնում, որովհետև հիմա եղանակը լավ չի ու դրսում վառարան են վառում, հոտը կպնում է շորերին, համեր տան օդը շատ չոր է, հենց որ սենց կխոնավանա մի քիչ, սենց ավելի հարմար է։ Հավատացեք, ամեն օր այսքան լվացք եմ անում, պարտադիր։ Այս Թեոյի այն ջարդած հեռուստացույցն է, որի մասին ես ձեզ ասեցի, այս հյուրասենյակում էր դրած, հիմա բերել են այստեղ, որտեղ չի աշխատում, ջարդվել է, այս հատապացում տպել է գռտնակով ջարդել է։ Այս մեր նկարներն է մեր հարսանեկան, այս մեր գրապահարանն է, լիքը, չգիտեմ, ստեղ լիքը բաներ կար, այն նկարին մի նայեք, ամոթ է։ Ստեղ լիքը բաներ կար, որ տարել ենք նոր տուն, այս իմ դեղերի դարակն է, երեխեքի կրեմները, Թեոյիս հագուստի պահարանն է, սենց լիքը, որ երբ եղանակները տաքանալու, այս ամեն ինչը հավաքենք, էլ չեմ դիմանում։ Այս սենց, այս մեր մահճակալը, այս մեր տան երրորդ հրաշալիքը, մոմոյի սիրը, մոմոյի հրեստոկը, մոմոյի գոնջը։ Այս մեր հարսանիքից առաջ ֆոտոսեսիա են գնացել այդ նկարն է, այս Միլայիս 3 տարեկանի ժամանակ ենք նկարվել, այս մեր արջուկն է, որ ես ստացել եմ, չգիտեմ, որ թվին 2020
2023 թվականի Վալենտինին սևացել արդեն։ Էս ես եմ։ Այս իմ անկյունն է։ Էս մարտի 8-ին եմ ստացել նվեր։ Այսքան այստեղ, չէ։ Ձեզ ցույց չտվեցի ներսը։ Այնտեղ շատ բան չկա, բայց եկեք ցույց տամ։ Այս մեր պահարաններն է, այստեղ սենց իրեր, հարթուկ, գոլորշիով, այս իմ դուխովկան է, որը ես ստեղ եմ պահում, որտեղ այնտեղ կեղտոտվում է, այս չայերն է, որը մենք վաճառում ենք, այս Հայաստան տանելու իրերն է, առաքումներն է, որը պատվիրել եմ, այս փչացած կոշիկի պահարանը արդեն դեն գցելու է, ուղղակի չենք բանանում, որ հեսա տեղափոխվելու ենք։ Ստեղը գլխարկ, այս էլ է գնալու Հայաստան։ Այս սենյակից այսքանը, ժողովուրդ ջան, գնանք այս հատվածից, սենց բարձնում են վերև, եկեք գնանք ձեզ ցույց տամ մեր երկրորդ հարկը կամ բալկոնը, այսպես ասած։ Դեպ այսօր եղանակը լավ է, հուսամ այսենց կշարունակվի, վերցնանք, այստեղ հավանաբար թափտված կլինի, որտեղ չեմ հասցրել հավաքեմ, բայց դա չէ ոչինչ։ Ուրեմն այստեղ ինչ կա, այստեղ կա ամեն ինչ, ինչը որ մենք չենք օգտագործում։ Օրինակ այս հիմա չենք օգտագործում, հեսա որ եղանակները կտաքանա, կլվանանք, կհանենք, քիչացնենք, կխաղան։ Այս մեր նապոների բանդակներ, որ նապոները սատկեցին։ Այս թթու դրած գազարա, բոխու գազարա։ Այսենց այստեղ բան չկա, բատուտա երեխեքի։ Էսի շատ լավ փոշեկուլ է, ուղղակի ինքը էսթետիկ գեղեցիկ չի ու շատ ծանր է, դրա համար մենք իրան օգտագործում ենք մենակ արտառոս դեպքերում։ Օրինակ տունը երբ որ նոր էինք վերանորոգել։ Այս սոխա ժողովուրդ ջան։ Ինքը sense որ տեսնում եք չորացած է երևում, բայց իրան օգտագործում են մեջինեն, այս դրսերին էլ հապում են։ Այս էլ թթու բոխ կա, այս այն բոխն է, որից սարքում են վասաբին։ Ու այնտեղ պետքա որ ձեզ տանեմ այնտեղ տեսնեք այս խառնաշփոթը։ Մեկ այստեղից մեր հարևանների այ մինչև այն ծերը մեր թաղամասն է, անդեց արդեն սովորական բարձրահարկերն են։ Այս էլ մեր բալկոնը, որ եղանակը սենց լավ է լինում, ոնց եմ ես ջերմանում, չեք պատկերացնում։ Օրինակ ես այս մեր քաղաքը շատ եմ սիրում, որտեղ ինքը Չինաստանում համարվում է փոքր քաղաք, բայց իր մեջ ամեն ինչ կա, ամեն ինչ, այսինքն մենք կարանք 45 րոպեում մոփեդով ամբողջ քաղաքով սենց ման գանք, ոչ թե ման գանք, այլ քաղաքից մեջից գնանք այն մի ձերը մոփեդով, որպեսզի պրոպկաների մեջ չընկնի, եթե մեծ մեքենա եղավ շատ չենք կարա։ Մենակ մի բան է ինչի, որ այստեղ աշխատանքային սեզոնին, երբ որ արձակուրդներ չեն, երիտասարդությունը շատ քիչ է։ Հիմնականում մեծահասակներն են, որտեղ երիտասարդները գնում են դեպի մեծ քաղաքներ աշխատելու։ Եկել որ ինքը շատ փոշոտ քաղաք է, ահա որ մանավանդ այս մեր թաղամասը, հենց մեր թաղամասից դուրս են գալի արդեն սահարգերի հայացներում բանում կան աշխատողներ, որոնք մաքրում են միշտ փողոցներում մաքուր է, բայց իսկ մեր հատվածը ինքն փոշոտ է ժողովուրդ ջան։ Ես օրական 2 անգամ փոշի եմ վերցնում, բայց մեկը փոշոտ է։ Դուք տեսաք մեր տունը ինչքան մեծ է, իմ օրվա մեծ ժամանակը անցնում է տան մաքրության վրա, բայց դե շուտով կտեղափոխվենք բնակարան ու ես մեծ հույս ունեմ, որ ես այնտեղ գոնե ուրիշ բաների ժամանակ կունենամ։ Այս էլ մեր բալկոնը ժողովուրդ ջան, գնանք, իջնենք, ձեզ ցույց տամ մեր ոնց են ասում, սանհանգույց։ Այստեղից այսպես իջնում ենք ու մտնում ենք մեր սանհանգույց։ Էլի հին վերանորոգում է, այսպես, չգիտեմ, այսպես, այսենց սուքարնը պարտադիր չտեսնենք։ Այսենց հին վերանորոգում է, այս էլ մեր սանհանգույցը։ Ու այնտեղ մենք էլի տուալետ ունենք, դա այսպես ասած կոպիտացած պոպոզովի է, այնտեղից մենակ օգտվում է կեսրերս, իսկ այս մի սենյակը ժողովուրդ ջան, ուրեմն սա կիսուրիս չուլանն է, այստեղ ավելի լավ է չմտնենք, որովհետև այն որ մի հատ խոսք ունենք է ժողովրդական, որ ասում է շունը տիրոջը չի ճանաչում, այդ վիճակն է, այդ որ ավելի լավ է չմտնենք, տեղը չնայենք։ Իսկ հիմա եկեք գնանք ցույց տամ ձեզ մեր խոհանոցը։ Այս չինական կաթսաներ են, ուրեմն տակը էփում են, վրան էլ գոլոշով են էփում, այսպես ասած։ Ուրեմն այս մեր խոհանոցն է։ Սենց նկարեմ, որպեսզի բարձ լինի։ Առաջ
Այստեղ ուրեմն սև պատեր էին ու ոչ մի բան չկար 3 տարի առաջ ինքը ուղղակի սև պատերով հին ինչ որ սենյակ էր մենակ լվացարան կար մի հատ հին ու մեր խոհանոցը ներսում էր այստեղ ուղղակի սենյակ էր սև պատերով հետո 2023 թվականին երբ որ մենք պետք է նշենք Միլայի ծնունդը ու Հայաստանից հյուրեր ունեինք մենք նոր էինք եկել Հայաստանից Քանչյանը որոշեց որ պետք է այս սենյակը սարքի խոհանոց ու այսպես վերանորոգեցինք տեղավորեցինք Այսպես էս մեր սառներն, այս մեր խմոր հունցելու ամաննա, Իտեպես բանից շատ ճախակի եմ թեմու եմ տեսնում գովազդում, այս էլ 2023 թվականին ենք մենք գնել, բավականին հարմար է, համենայնդեպս մեր խոհանոցին, որովհետև մեր խոհանոցին, ինչպես տեսնում եք, վերևի պահարան շատ քիչ ունի, ընդամենը մի հատ էնել ես եմ խնդրել որ անեն, որովհետև հարմար չէր այստեղ պատուհանը, այստեղ պետք է այս օդափոխիչ անեինք, խոսքով այստեղ էլ է պատուհան, դրա համար հարմար չէր։ Լավ, գնանք Այս կիսուրս նորա գնել, ասում որ հարմար է։ Այս մեր համեմունքների անկյունն է, ինչպես տեսնում եք չինացիները շատ լիքը համեմունքներ են օգտագործում ու ոչ թե փոշի տարբերակով, այլ սոուսների տարբերակով լիքը այս մեր գազն եւ օդափոխիչը իդեպ Չինաստանում կապ չունի ինչ տուն է, ինչ տեսակ տուն է, գյուղի, քաղաքի, բարձրակարգ, ցածրակարգ, հին, նոր, պարտադիր լինում է օդափոխիչ, որովհետեւ առանց օդափոխիչ չինական ուտեստներ պատրաստելը անհնար է, որովհետեւ համ ծուխն է շատ ուժեղ, համ էլ կծու է։ Մի խոսքով անհնար է առանց օդափոխիչ։ Չինական կաթսաները, հավաները ես կասեի, այսպեսին են լոդկայի նման է, սրանց մեջ են հաց պատրաստում, իդեպ ավեշ տալիբան պատմեմ, երբ որ ես նոր եկել, ես տեսա, որ այս հավեն իր մեջ ամբողջովին սենց յուղ է, դուրսը սենց յուղ է, ու ես բռնեցի ու այդ յուղահանուչով, նույն ինքը սանիտայով, հա, Սանիտայով սաղ մաքրեցի, կիսուրս եկավ ու խնդացվրեց, որովհետև դա չի կարելի մաքրել, պետք է այս թավան քանի գնա իր տակը հաստանա, որպեսի բարակ մատերիալից չվառի մատերիալը ու իր մեջ էլ պետք է պարտադիր այսպես յուղի շատ լինի, որպեսի ուտելիքը չկպնի։ Այս ինչպես տեսնում եք, բրինձ պատրաստելու ապարատն է, իդեպ մենք այսօր վերջապես բրինձ կերանք, իսկ մինչև այս ուտում ենք լապշա։ Այս էլ նույն այդ կաթսաներից հա, այստեղ այսպես համեմունքները, այսա, ձեզ ցույց տամ չինական բլինչիկները, իրա մեջ կա միս ու տարատեսակ բանջարեղեններ։ Քանի որ 3 տարվա վերջին օրն էր, պարտադիր պետք է այս ուտեստից ուտեն։ Այսքանը մեր խոհանոցը սիրելի հետևորդներ ջան, գիտեմ որ բոլորիդ հետաքրքրում է թե մենք որտեղ ենք ապրում, հուսամ կարողացա ձեզ մանրամասն ներկայացնեմ, եթե ինչ-որ հարցեր ունեք, կարող եք տալ գրել մեկնաբանություններում, ես անպայման կպատասխանեմ։ Մեր սառնարանի վրայի մագնիսները, այս Հայաստանից ենք տարել մեր հետ, այս Դուբայից ենք վերցրել, այս Լենինականից, այս Արցախից, այս Դուբայից Քաթյան ասում է, ես երջանիկ եմ, որ հասցրել եմ Արցախում ապրել 3 ամիս։ Մի խոսքով այսքանը սիրելի հետևորդներ ջան, այն էլ մեր թեոնա։ Իմ թեոնում։ Այսքանը սիրելի հետևորդներ ջան, ուսամ ձեր բոլոր հարցերին պատասխանեցի։ Դա իմ կիսուրի կեսարի տունն էր, սեփական տունը, որտեղ մենք ապրել ենք մինչև հիմա, դեռ ապրում ենք մինչև այս ամառ։ Ամառը հավանաբար կտեղափոխվենք, երբ որ ես Հայաստանից հետ գամ արձակուրդներին, այդ ժամանակ արդեն կտեղափոխվենք։ Հաջորդ վիդեոյում ես ձեզ անպայման ցույց կտամ մեր նոր բնակարանը, որը դեռ պատրաստ չի, բայց ամեն դեպքում դա գործ կա անելու, հաստատ համոզված եմ, որ պետք է մաքրություն անել։ Գնանք համ գործ կանեմ, համ էլ ձեզ ցույց կտամ։ Առայժմ սիրում եմ ձեզ, հաջողություն։